Վդվայում մենք երկուսով երգով 10-ամյա արցախցի Միշան ներկայացավ ռուսական ձայնը նախագծի եզրափակիչում ու բազմամիլիոնանոց լսարանին ապշեցրեց արտիստիզմով ու վոկալային տվյալներով։ Երաժիշտներն ընդունեցին, երեխան կատարեց իր ձևով, առանց կրկնօրինակելու Նարգիս Մաքսիմ Ֆադեև դուետի մելիզմները։ Ասում է նախագծից իմացավ, որ կարող են մարդիկ իրեն սիրել առանց անձամբ ծանոթ լինելու։ Խոստանում է, դա իրեն կջերմացնի, բայց չի փոխի։ Ես հասարակ տղա եմ, սովորում եմ հասարակ դպրոցում եւ ես չեմ սիրում, որ մարդը գոռոզանում է իր հայտնիությամբ եւ ես դա չեմ անի ոչ մի դեպքում։ Շատ շնորհակալ եմ Ռուսաստանի հայերին, որոնք իմ օգտին քվեարկել են եւ աղոթել են նաեւ։ Միշայի հայրը Արցախի զինվորական նվագախմբի ղեկավարն է, իսկ մայրը մանկապարտեզներից մեկում երգի ուսուցչուհի է աշխատում, բայց երեխային ոչինչ չեն պարտադրում։ Միշտ մաման ասում է, Աստված քեզ է, դու ամեն ինչ կարող ես։ Փոքրիկ Ղարաբաղցին պատմում է, երազում էր ռուսական ձայնի կույր լսումներն անցնել, բայց արի ու տես հասավ եզրափակիչ, հիմա մի երազանք էլ ունի։ Երազում եմ, որ ես երգեմ Բրունո Մարսի հետ եւ Ստիվի Վանդերի հետ մի բեմում։ Գիտի, երբ մարդ մի բան շատ է ցանկանում, անպայման այն իրականանում է։ Դրա համար արդեն դուետների ստեղծագործություններն է ընտրել։ Բրունո Մարսի հետ երգելու եմ Uptown Funk երգը, երբ Ստիվի Վանդերի հետ երգել եմ Higher Ground երգը։ Իսկ մինչև այդ հիշում է Բարի Արագիլն ու ասում, թե երբ փոքր էի, հանդիսատեսն ինձ առաջին անգամ ծափահարեց հենց այս երգի համար։ Բարի Արագիլ, բախտ ու արագիլ։ Հասմիկ Առաքելյան, Էդգար Դավթյան, լուրեր։